Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Նայում էի Facebook-ը, ճիշտն ասած շաբաթ օրը պիտի ես լայվ անեի, բայց չստացվեց, կներեք, այսօր որոշեցի։ Ժողովուրդ ջան, նայում եմ Facebook-ը, ամբողջությամբ ողողված է այդ միջադեպով, որ տեղի ունեցավ մեր վարչապետի պարոն Փաշինյանի ու այն ինչ-որ Արմինե Մոսիանը, ինչա դրա մեջ, իհարկե այդ իրանք են ասում Արմինե Մոսիանն է, ոչ մեկս էլ չգիտենք այդ կինը ով է, այդ հարկավոր է դեռ պարզել, բայց մեղադրում են վարչապետին, որ երեխայի մոտ ձայնը բարձրացրեց այդ կնոջ վրա, բայց ցավոք սրտի ոչ մեկ չի նկատել այդ կնոջ պահվածքը, այդ կնոջ ոտը ոտին գցած ըլնելը, որից հետո լայն բացեց իհարկե ոտքերը, բայց մինչև այդ ոտը ոտին գցած երեխեն ցեխոտ կոշիկներով նստարանի վրա ցեխոտ կոշիկները դրած, այդ որ չխոսարել այդ կինը պարզ ցույց էր տալիս, որ իր անհարգալից վերաբերմունքը մեր պետության ղեկավարի ու մեր երկրի նկատմամբ, ժողովուրդ ջան, այս ինչ դարձավ, այս դարձավ նստեմ գիրկը ճպրեմ մորուքը, ինձանից լավ հագնված, մակիաժը տեղը, ոտը ոտին գցած, դժգոհ է Հայաստանից, ինչ ես արել տիկին դու Հայաստանի համար, կամ որ քեզ հռչակեցին հերոսի աղջիկ, ես չգիտեմ իհարկե, հերոսի աղջիկ ես, հերոսի աղջիկ չես, դե էլի եմ ասում, դա դեռ հարց է, որը պիտի պարզի մեր ազգային անվտանգությունը, բայց եթե քո հայրը կռվել է քո Արցախի համար, մենք կարանք ձեր վրա մունատ գանք, որ մեր Հայաստանի քաղաքացիները, մեր տղաները զոհվել են ձեր համար, բայց դուք մեր համար, Հայաստանի բնակիչների համար մի կաթիլ այրում չեք թափելու, չեք էլ թափելու, իդեպ, ասեմ ժողովուրդ ջան իմանաք, ինչ եք մունատ գալիս մեր վրա, այդ որ ասում եք մեր երկիրը տվեցիր Փաշինյանին, այդ լուծարման փաստաթղթի տակ, ում ստորագրությունն է, Նիկոլ Փաշինյանի, թե ձեր այն ոչխարի, որ մի օրվա մեջ, մի գիշերվա մեջ դարձրեցիք նախագահ, գնաց Արցախը լուծարեց, ում ստորագրությունն է, Փաշինյանը պայմանավորվել էր, մեր կառավարությունը պայմանավորվել էր Ալիևի հետ, որ պատվիրակություն պիտի գնա Արցախից ու նստեն բանակցությունների, ինչի չգնացիք, ձեռնատու չէր, չէ, լուծարեցիք, ձեր Արցախը հանձնեցիք ու լեղապատար ձեր քացիկ տղամարդիկ կանանցից շուտ հասան Հայաստան, իմ պապը 15 թվին, երբ որ կոտորածը սկսել է, ընտանիքը ճանապարհել է, կինը 3 անչափահաս երեխաների հետ ինքն էլ հղի, կանանցով շարժվել են սայլով դեպի Արաքս, որ անցնեն սահմանը ու մտնեն Արևելյան Հայաստան, բայց պապս մնացել, մինչև վերջ կռվել է Անդրանիկի զորքում, ամենավերջում է անցել սահմանը, բայց ձեր տղամարդիկ, եթե կարելի է դրանց տղամարդ ասել, իհարկե, կանանցից շուտ հասան Հայաստան, վարչապետի ձայնը բարձրացնելը բոլորդ նկատել եք, հուզվել եք, սիրտներդ վատացել է, բայց այդ աղջկա լկտի պահվածքը մեր երկրի հանդեպ
չեք նկատել։ Իհարկե նկատողներ կան, թքողներ կան այդ կանոջ դեմքին, բայց դրա նմանների համար թուքը առ ոչինչ է։ Նույնիսկ եթե միզեքեք դեմքին, դա ասելու է, վայ, ես ինչ ուժղանձրև եկավ։ Հաստատ։ Քացիկ Լևոնիկ, Գոմիկ Լևոնիկ, այդ որ ասում ես, դուք իմ պաշտպանության տակ եք, ես ձեր հետ եմ։ Այ չատլախածին։ Դե տար մի $100 տուր, հա, այդ կանոջը, կամ այդ երեխային, որ ասում եք երեխայի մոտ, վարչապետը ձայնը բարձրացրեց, բայց երեխան չտեսավ, որ իր մայրը արհամարեց Հայաստանի քարտեզը։ Ով է մեծանալու այդ երեխան, ինչա մեծանալու այդ երեխան Հայաստանի համար կոնկրետ ժողովուրդ ջան, մեծանալու է ձեր մուծած, ձեր պետությանը տված վարկերի շնորհիվ, բայց մեծանալու է Հայաստանի թշնամի, որովհետև ունի դրա նման մայր, որովհետև այդ երեխան տեսավ, որ իր մայրը արհամարեց Հայաստանի քարտեզը, այն հողի քարտեզը, որի վրա ինքը պիտի մեծանա։ Ու ասում է, իմ երեխային իբր թե էլի Հայաստանում չի ապրելու, գրողի ծոցը գնացեք ապրեք։ Սահմանները ոչ մեկ չի փակել, ինքնաթիռի տոմսերը վաճառվում են։ Գնացեք, ով է ձեզ բռնի պահում Հայաստանում։ Ճանապարհը դեմները տա, գնացեք ուր ուզում եք։ Ով իրան հայ է համարում, ով ընդունում է իր արմատները արցախցիներից, թող մնա, ինտեգրվի, ապրի, տնավորվի։ Շատերին եմ լսել, որ ասում են, այ մարդ հանգիստ թողեք մեզ, հազիվ ուզում ենք տնավորվենք, տեղավորվենք, թող մնա։ Իսկ ով չի ընդունում մեր երկիրը, մեր սահմանները, մեր քարտեզը, մեր վարչապետին, ճանապարհը բաց է։ Մաքրվեք Հայաստանից, ինչքան շուտ է, այնքան լավ։ Պարզ է։ Իսկ այդ գոմիկին, այդ գանգրացված, ժելեով գանգրացված Գոմիկ Լևոնիկին, ես մենակ մի բան կասեմ, այ չատլախ, որպեսի հավատանք, որ դու իրանց հետ ես, $1 միլիոն բաժանի այդ ժողովրդին, ապրում են Հայաստանի հաշվին, նպաստները տալիս է կառավարությունը, տեղ տալիս է կառավարությունը, բժշկումը կառավարությունը, բայց դու իրանց հետ ես, այ չատլախ, այ հոմոսեքսուալիստ բոզի տղա, դու ես իրանց հետ, դու իրանց հետ չես, բայց սատանան ձեր հետ է, ձեր հոգու մեջ է, ձեր արարքների մեջ է, սերնդեսերունդ պատասխան եք տալու, սերնդեսերունդ, լավ հիշի, ես իմ խոսքերը, հայրդ շամպես է սապկելու Բաքվի բանտում, թե չէ իրան, որ թվում է, որ այդ Ղարաբաղյան կլանը հանձնեց Ալիևին, Ալիևի իրան ներել է, չէ, Ալիևը իր հորը խոսք է տվել, որ Խոջալույի մեղավորները պիտի պատժվեն, խոսք էր տվել նաև, որ Արցախը պիտի հետ վերցրեց, այդ մի խոստումը կատարեց, հիմա այն մի խոստումն է կատարելու, հորը խոստացել է, որ Խոջալույի մեղավորները պիտի պատժվեն, հերդ Բաքվի բանտում է սապկելու, ու ձեր վերջն էլ իհարկե չգիտեմ,
Հայաստանի պաշտպանությունից եք խոսում, Հայաստանի բարգավաճումից եք խոսում, բայց դու ինքդ, չոլախ կինդ, երեխաներդ Ամերիկայի քաղաքացիներ եք, բա ինչի Հայաստանում չեք, Եթե դուք Հայաստանի մասին մտածում եք, եթե Հայաստանի լավն եք ուզում, ինչի փախակ Արցախից, Արցախ պաշտպանողներ, Արցախից ինչի փախակ, ինչի չմնացինք ապրեիք Արցախում, հող ասելով չի, մարդու էությունը, մարդու խոսքը, մարդու ամեն ինչը երևում է իր արարքներից, ոչ թե խոսքերից, Հիմա մի երկու բառով անդրադառնամ սրանց համագումարին, դա համագումար չէր, մոնոթատրոն էր երկու հոգու համար, մեկը Աննա Գրիգորյանի, որ այդ ծերունին, այդ քյավտար ծերունին, ցույց էր տալիս իր վերաբերմունքը Աննա Գրիգորյանի հանդեպ ու խոսելուց ասում է Աննան ասեց լսի այ չատլախ Աննա չի է քո համար Աննա Գրիգորյանը տականք հիմա էլ աշկտ տնգել ես այդ ջահել աղջկան մի հատ թատրոն կա չգիտեմ ժողովուրդ չէ, բայց մեր սերունդը լավ կհիշի, որ ասում է ծերուկը գնալով անտանելի է դառնում։ Այսկական դրա մասին է, ծերուկը գնալով անտանելի է դառնում։ Այդ ինչ չատլախլամի շեղար բեմի վրա, այդ ինչ խունջիկ եկար բեմի վրա, ոնց որ մի 15 տարեկան, հետո էլ որ եկավ նստեց Աննա Գրիգորյանի կողքը, որ Աննան մի քիչ իրանից են կողմ քաշվեց, դուք տեսնեիք կատաղած, ոնց էր հետույքը պրտում աթողին, կատաղած, Աննա, վերջին անգամ եմ ասում, էլ չեմ ասի, հավաքվի, դուրս արի, դրա երախից, վատ ես վերջացնելու, շատ վատ ես վերջացնելու, ես խուղակի զարմանում եմ, լավ, Այս աղջիկը ասենք երիտասարդ աղջիկա, երիտասարդ կինա, չի հասկանում, չի պատկերացնում, լավ, սա մայր չունի, հայր նստած է ասենք, հա, լավ, հասկացանք, մայր չունի, մորաքույր չունի, հորաքույր չունի, եղբայր չունի, քույր չունի, մեկն ու մեկը սրան հասկացնի, որ էդ ուր ես քո ոտով գնացել մտել հրեշի բերանը ու մտածում ես, որ հրեշը քեզ կուլ չի տալու, կուլ է տալու աղջիկ ջան, կուլ է տալու, Այդ մարդու կողքը ով կանգնել է, կամ բանտում է, կամ գերեզմանում է, հիմա ընտրի, կամ ընդեղ ես լնելու, կամ ընդեղ, եթե չես ուզում ոչ ընդեղ, ուրեմն փրկի քեզ, ուրեմն ժողովուրդ ջան, էլ ասածներին չեմ ուզում անդրադառնամ, որովհետև նորություն չի, դրա այդ քոչ, այ դրան պիտի այս կականից հենց քոչ, այս հենց մի հատ ոսկոր գծեց դեմ, որ բերանը փակի ու չհաչա ավել պակաս, որովհետև այդ պաշտոնական բանա միջոցառումը հավաքել ես այդքան քո նմաններին ու ինչա սրա ասածը, մինչև Նիկոլին չհեռացնեմ, չեմ հանգստանա, քեզ ով էր ասում ղզղնեիր, որ հիմա էլ չհանգստանայի, ինչ անենք, վիբրատոր նվիրենք մցնես հետույքդ, որ հանգստանաս, հա, այ գոմիկ, այ խայտարակված ապուշ, այ խայտարակված ցինիկ, մի խունջիկա գալիս բեմի վրա, մի 15 տարեկան է ձևանում, 100 տարեկանին ես մոտենում, այ քավտար, մի խոսքով
Հա, մի շատ կարևոր բան պետք է ասեմ ես Չատլախին։ Եթե քեզ թվում է, թե դու ես Մոսկվայի թեկնածուն, չարաշար սխալվում ես։ Մոսկվայի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն էլ չի։ Նարեկ Կարապետյանն է։ Ականջիդ օղարա։ Որովհետև այդ որ դու գնացիր, ներկայացար այդ իրենկոյին, որ բերանը ծառայեց, չէի կարող ասեիր, այ մարդ մի քիչ ակուրատնի։ Լավ, ծռեց, լավ արեց, որ տարար Սամվել Կարապետյանին վերաբերվող մատերիալը, այդ կամպրամատները դրեց իր դեմը ու ենի օգտագործեց, դրեցին վզին ասին գնում ես Հայաստան այս գործողությունը անելու։ Դու ինչ էիր մտածում, որ դու ես ըլնելու հաջորդ վարչապետը թեկնածություն ես դարել ես, դու ես ըլնելու, ոչ, քո Կիրիենկոն FSB-ի մոտ ոչ մի բանա, Ռուսաստանը ղեկավարում է FSB ռուսական, իսկ Սամվել Կարապետյանն էլ, Նարեկ Կարապետյանն էլ, Կարեն Կարապետյանն էլ շատ մոտ են կանգնած FSB-ին, նրանք աշխատել են FSB-ի համար։ Ժողովուրդ ջան, ուշադրություն դարձրեք դրանց այդ տաշիր, այդ կազմակերպության անվան վրա, կոչվում է տաշիր գրուպ, այսինքն, որ այդտեղ նշանակում է միավորված են մի քանի ձեռնարկություններ, իսկ գիտեք ովքեր են այդ ձեռնարկությունների իրական տերերը, ռուսական FSB-ի շեֆերը, քանի որ նրանք պաշտոնյաներ են, իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու, նրանց բիզնեսով զբաղվել են այս վեցնոցները, տոկոսների դիմաց, չի ասի, թե չեն վարձատրել, տվել են ինչ-որ մի բան, բայց այդ ամեն ինչը պատկանում է ոչ թե Սամվել Կարապետյանին, Տաշիշ Սամոյին կամ իրա տղաներին, դա պատկանում է ռուսական FSB-ին։ Ու այդ հələ հարցը, հիմա ինչ են որոշել ընդեղ, իմ կարծիքով որոշել են, որ ընտրություններից հետո, եթե սրանք հաջողեն, ուրեմն վարչապետ է դառնում Նարեկ Կարապետյանը, նրանց ընդամենը մի հատ ֆիգուրա է պետք, սիլուետ, սենց, որ ընդեղ ներկա լինի, ուղղակի ներկա, ու իրանք ոնց ուզենան, տենց էլ վերաբերվեն Հայաստանի հետ, ինչ ուզենան անեն Հայաստանի հետ։ Նենց որ ժողովուրդ ջան, ձեր ընտրությունը անելուց ի նկատի ունեցեք, եթե սրանց ձայն եք տալիս, մեր բոլոր վերլուծաբանները ասում են, ուրեմն ձայն եք տալիս թուրքի խոխային, այսինքն Թայլատ Քոչարովին, սխալվում եք բոլորդ, ձայն եք տալիս ռուսական FSB-ին, իսկ ռուսական FSB-ին իրա երկիրն է այսօրվա դրությամբ կործանում, դուք մի նայեք, որ ընդեղ ինչ-որ մի հատ Պուտինը զրոյա, այ այդ իմ ասած ուղղակի այդ դեկորացիան է ընդեղ, երկիրը ղեկավարում է FSB-ն, Հայաստանն էլ է ղեկավարելու ռուսական FSB-ն, նենց որ ի նկատի ունեցեք, ամեն ձայն, յուրաքանչյուր ձայն, որ տալու եք սրանց, դուք տալիս եք ռուսական FSB-ին։ Հետևանքները էլ չեմ ասում, դուք ինքներ պատկերացրեք, թե ինչ կկատարվի Հայաստանի հետ։ Ու հնարավոր չի լինի ոչինչ վերականգնել, վերջացավ, Հայաստանը կավարտվի սրանով, ժողովուրդ ջան,
նենց որ ձեր ձայները տալուց մի հատ լավ մտածեք, հեռուն մտածեք։ Հա, մի միջադեպ էլ եղավ, պարոն Փաշինյանի հետ կապված մի հատ հաստավիզ, ինչ-որ անհարկի արտահայտություններ արեց։ Իհարկե միլիոնավոր ժողովրդի մեջ կգտնվեն մի քանի հատ այդպես թափթփուկ, շնից ծնված, շան նման ապրած, դե պարզ երևում է լափողներից է, որ շան դեմից լափամանը վերցնես, որ չհաչա, կամ չհարցակվի վրեդ, տենց բան չկա, անպայման կամ կհաչա, կամ կփորձի կես կծել, պարզ երևում է, որ լափողներից են, ընտանյոք հանդերձ, ու լափամանը տարել են դեմներից, պարզ չէր, որ իրանց տենց էին պահելու, բայց ժողովուրդ ջան, ես չեմ ուզում են մեծերին, որ օրնում են, որ գալիս փաթաթվում են, դրանց երեխաների վերաբերմունքը դուք նայեք, երեխայա, անմեղ երեխայա, գոռում է, պարոն վարչապետ, ես ձեզ շատ եմ սիրում, էդ էլ հո չեք կարա ասեք, կազմակերպված է, կամ չգիտեմ ինչա, այն կողմից հենց վազելով գալիս է ասում, պարոն վարչապետ, ես ձեզ շատ եմ սիրում, էդ ոնց է, էդ բաները բոլորը անտեսվեց, դրվեց մի կողմ, այս երկու չաթլախների, էդ կնոջ ու էդ հաստավիզ լափողի դեպքը արվեց հոլոլա, բոլոլա ու ամբողջ ֆեյսբուքով մեկ տարածվեց ու թմբկահարվեց, սենց բան եղավ, տեսեք քանի շրջան է գնացել վարչապետ, էդ մի քանի դեպքն էլ չլիներ, էդ անհնարին բաներ, չկա տենց ղեկավար, որ 100% բոլորը սիրեն, պաշտեն, տենց բան աշխարհում գոյություն չունի ժողովուրդ ջան, այնքանա, որ սրանք զգում են, հասկանում են, այ այս հակահայերը, որ իրանց անունը դրել են ընդդիմադիր, ընդդիմանում են Հայաստանի լավին, Հայաստանի ապագային, պատերազմ են ուզում դորից բերեն մեր գլխին, այտենց բան չկա, որ այտենց ղեկավար չկա աշխարհում, որ բոլորը սիրեն, 100% բոլորը սիրեն, բայց դուք լավ տեսնում եք, որ մեծամասնությունը, ժողովրդի մեծամասնությունը 90%-ը կանգնած է վարչապետի կողքին ու այս կառավարության կողքին, այն 10%-ն էլ, պարզ է 90-ի մեջ 10-ը չի երևալու, թող գնան, ճանապարհները բաց են, եթե չեն հարմարվի, չեն հաշտվի իրավիճակի հետ, թող գնան, ոչ մեկ իրանց ճանապարհը չի փակում, հենց մեկը այդ հաստավիզի ընտանիքը, այդ որը տենց լկտի ձևով պահեցին իրանց, թող ջանդանվեն գնան ուր ուզում են, մեզանից լավը չլնեն, հա, որ մեզ աշխարհով մեկ ցրեցին, այդ երկու բոշաները Ղարաբաղից ներխուժած, այդ սոված, լկտի, փնթի, ոչլոտ, քոսոտ բոշաները, խոսքս գիտեք ում մասին է, այդ թուրքի խոխան ու այն նարկաման թզուկը, ու հիմա նորից ուզում են վերակենդանանան, վերահաստատվեն, վերադառնան ու այդ ամեն ինչին քավորա կանգնել քյոր Լևոնը, դու քյորան ասում, դու հլը չգիտես, որ կախարանի առաջի համարը դու ես, այ քորսարիկա, այ իդիոտ, հա, չմոռանամ
այդ մեր ձևովի ղեկավար FSB-ի թեկնածու, վարչապետի թեկնածու Նարեկիկին, այդ մանկիկին մի բան պիտի ասեմ, շատ նեղված էր, շատ վիրավորված էր, որ վարչապետը խոսել է ինչ-որ Արայով, եթե չեմ սխալվում, Կարեն Կարապետյանին է ասել Արա, այ տգետ, այ ողորմելի տգետ, Արա նշանակում է տղա, հին հայերենում Արա նշանակել է տղա, ու տենց էլ եկել է դարերով այդ բառը, Արա նշանակում է տղա, այդտեղից էլ գալիս է արական սեռ արտահայտությունը, այ տգետ, այ որ հայ լինեիր, հետաքրքրված լինեիր քո ժողովրդով, քո պատմությունով, այդ մասին կիմանայիր ու տենց ողբերգական չէիր ընդունի այդ Արա բառը։ Ու հիմա քեզ մի բան էլ ասում, հələ չեկած, սափրագլուխներով սպառնում ես, հա, մեզ։ Դու ժամանակին ասել ես ու հետևանքներն էլ գիտեմ։ Լավ կլինի ուրիշ բաներ էլ հետաքրքրվես իմանաս, հա։ Մենակ այդ թեմայով մի սահմանափակվի, շատ բաներ կա, այ տհաս, որ դու պիտի իմանաս, բայց չգիտես։ Ուրեմն ժողովուրդ ջան, այդ Արա բառիցը խելառել է, բայց մի խելռե, ասեմ քեզ, վարչապետը քեզ Նարեկիկ Արա չի ասի, որովհետև դու շատ հեռու ես Արա լինելուց, քեզ կարող է ասի աղջի Նարեկ, քույրիկ Նարեկ, բայց Արա հաստատ չի ասի։ Ժողովուրդ ջան, սրանք շատ լավ հասկանում են, որ իրանք ձախողված են, դրա համար էլ այսենց կատաղած են։ Ուրեմն երեկվանից, եթե չեմ սխալվում, երեք ա եղել, չէ՞ դեպքերը, լրատվականներով իրանց իհարկե, ես դրանց պոռնկատաներ եմ ասում, դրանք բոլորը Facebook-ը լցրել են ամբողջը դրանով, այնինչ վարչապետը եղավ Հայաստանի բոլոր շրջաններում, շփվեց ժողովրդի հետ, ու էդ էլ է լուսաբանվում, էդ էլ է ցուցադրվում, փառք կան լրատվականներ, որ ցույց են տալիս, նկարահանում են, լուսաբանում են, բայց դուք տեսեք սրանց ոռնոցը, սրանց նախանձը, սրանց մի պատճառ էր, պետք որ թույնները թափեն համացանցում։ Էլի եմ ասում, միլիոնավոր ժողովրդի մեջ կլինեն մի քանի հատ տենց անհաջող շանտ ծնունդներ, իհարկե։ Ժողովուրդ ջան, ուրեմն Հայաստանի քաղաքական դիրքը, Հայաստանի վիճակը անհամեմատ շատ ավելի լավ է, քան թե մեր հարևան երկրներինը։ Ու գիտեք ինչ ժողովուրդ, ոչ մեկ ձեզ չի պարտադրում սիրել թուրքերին, սիրել ադրբեջանցիներին, սիրել վրացիներին, սիրել ռուսներին, մենք պիտի ուղղակի հարաբերվենք որպես հարևան, որպես երկիր երկրի հետ ու մեկս մյուսի հարգելով, ոչ թե սիրելով,
Սերը տղայի ու աղջկա մեջ է, ծանողի ու երեխայի մեջ է, քուր ու եղբոր մեջ է, բայց մենք ընդամենը երկրներ ենք, ժողովուրդներ ենք, պետություններ ենք։ Մենք պիտի հարաբերվենք միջազգային հարաբերություններին համապատասխանելով միջազգային օրենքներին եւ դիվանագիտորեն, ոչ թե սիրով, ձեզ ոչ մեկ չի պարտադրում սիրել։ Մենք պիտի հաշվի առնենք հիմիկվա այս պայթունյան վտակ վիճակում, մենք պիտի հաշվի առնենք ամեն խոսք, ամեն դետալ ու զգուշանանք։ Հա, մի բան էլ ասեմ, չմոռանամ հանկարծ։ Համագումարին ժամանակ մեծ պաստառ էր Մասիս Սարը, Արարատ ու Աննա Գրիգորյանը բղավեց Արարատը մերն է։ Աննա Գրիգորյան, արի ես ու դու մի օր հանդիպենք միտեղ, միասին գնանք, անցնենք, գնանք Թուրքի սահմանապահը, որ կանգնացնի, կասենք գնում ենք Արարատը մերն է, գնում ենք Արարատի լանջին քեֆ անենք։ Տես ինչ կասեն, իմ էլ, քո էլ, մեիդը կփռեն, թուրքերեն ասեն, որտեղ ձեր շեֆը թուրք է, որ հասկանա, մեիդներս կփռեն, որովհետև պետական սահմանա տեղ, սահմանապահներ են կանգնած ու Մասիս Սարը սահմանից են կողմա, այս կողմում չի, քոնը ենա, ինչ որ այս կողմում է, ուրիշ բան, որ Մասիս Սարն էլ, Կարսն էլ, Սարիղամիշն էլ, Վանալիչն էլ, Կիլիկյան էլ, Զեյթունն էլ մեր սրտերում է, մեր հիշողություններում է, բայց մերը չի, մերը ենա, ինչ որ պետական սահմանի այս կողմում է, Աննա Գրիգորյան, քարտեզին նայի ու կհասկանաս, որ իրոք տենց է։ Ու ժողովուրդ ջան, Ռուսաստանը երկար չի ձգի, որովհետև արդեն չի ղեկավարվում այդ երկիրը, բացարձակ չի ղեկավարվում։ Պուտինը անհայտացել է, չգիտես ուր, ու FSB-ն է ղեկավարում, ես չեմ հասկանում, բանակցող էլ չկա արդեն, բանակցություններ էլ չեն, տեղի չեն ունենում, մի խոսքով դա կապիտուլացիա է արդեն, ժողովուրդ, պարտադիր չէ, որ վեր կենան հայտարարեն, որ մեր երկիրը կապիտուլացիա է ենթարկվել, դա կապիտուլացիա է, երեկ ես նայում էի այդ Սալավիվի հաղորդումը, ահա որ հուսահատված են, մենակ սպառնում էին, աչուձախ սպառնում են, բայց ով է այդ ամեն ինչը անելու, հայտնի չի, դեռևս, չգիտեն, նու կամ ստեղ մեծ բունտ ալինելու, կամ այս Իրանի Կուբայի հարցերը լուծելուց հետո Ամերիկան անպայման կանրադառնա Ռուսաստանին, իսկ մինչև այդ ավելի գնալով ավելի ու ավելի վատանալու է վիճակը։ Ժողովուրդ ջան, այս որ սենց խառնվել են իրար,
Էս որ տենց բոյ են մղում մեր հետ, այս սենց կռիվ են տալի, ուզում են գլխով ցեմենտի պատը կոտրեն, անցնեն, այդ ամեն ինչը գալիս է տեղից, որ այս Ռուսաստանում բնագրված այդ փախած հանցագործները ու այնտեղի օլիգարխիան գիտեն իրանց գլխի գալիքը։ Իրանք հասկանում են, որ ժամ առ ժամ նեղանում է իրանց տեղը։ Այդ դրա համար են սենց գլխով փորձում բետոնի պատը կոտրեն ու ներխուժեն, բայց չի ստացվելու։ Պարոնայք, ես իհարկե ափսոսում եմ այն հասարակ ժողովրդին, որ հանուն հանապազորյա հացի ընդեղը։ Իսկ մնացածին ցանկանում եմ հալվեն հոսեն մյուսների հետ։ Իսկ դա տեղի է ունենալու։ Իսկ մնացածը թող խելքները գլուխները հավաքեն ու վերադառնան Հայաստան։ Ես նայում էի, լսում էի, որ շքան գիտեմ Գեղարքունիքում էր, որ վարչապետը մի կնոջ հարցնում, ասում է տղաներից տեղ են, թե Ռուսաստանում են։ Ասում է չէ Ռուսաստանում են, ասում է ինչ են անում, ասում է դե ավտո են քշում։ Վարչապետը մի ճիշտ բան ասաց, տեղ ավտո չկա քշելու։ Ասում է դե ես ինչ գիտեմ։ Դու չգիտես տիկին ջան, ես գիտեմ։ Ռուս քացերի համար են ընդեղ։ Էլ մի հա պարտակի տղաներիդ։ Անես դաստիարակել, որ հայ կնոջ համար հոգի տային, ոչ թե ռուսի քացերի, լղլղված քացերի։ Շատ էլ լավ Հայաստանում աշխատանք էլ կա, շատ էլ լավ վճարվում է, շատ էլ լավ կարան աշխատեն իրանց երկրի համար, այդ ամեն ինչը, այդ վարկերը մուծեն, բիզնես էլ կարան դնեն, ամեն ինչ էլ կարան անեն, պարզապես գնում են ռուս քացերի համար։ Այդքան բան։ Խորհուրդ կտամ այդ քացերի զոհը չդառնալ, վերադառնան Հայաստան, շատ կան, որ ընտանիքներով են, բայց լավ կլինի, որ ժամանակին, քանի դեռ ուշ չի, թեկուզ էժան, ինչ-որ մի ձևով վաճառեն իրանց ունեցվածքը ու գան Հայաստան։ Իսկ ովքեր էլ տուն տեղ ունեն, թեկուզ գյուղերում, որտեղ որ այա, գան, աշխատեն, ապրեն իրանց երկրում ու աշխատեն իրանց երկրի համար։ Գալու է մի ժամանակ, լավ հիշեք, թող լավ հիշեն դրսի բոլոր հայերը, երազելու եք վերադառնաք Հայաստան, բայց տեղ չի լինելու, ճար չի լինելու։ Հիմա, քանի ուշ չի, մտածեք այդ մասին ու ձեռնարկեք ինչ-որ մի բան, խելացի մի բան։ Մի թողեք վաղվան, մյուս օրվան, լավ տեսնենք ինչա լինելու, մինչև տեսնենք ինչա լինելու, ուշ կլինի, չեք գտնի էլ հնարավորություն, հնարավորությունը այսօր կա։ Լավ ժողովուրդ ջան, մի խոսքով Ռուսաստանին ոչ մի լավ բան չի սպասում, Իրանի պատերազմը երկար չի տևի, ես չգիտեմ ինչ տեղի կունենա, իմ կարծիքով իշխանության փոփոխություն, ինչ-որ այդ տիպի մի բան տեղ կունենա, որովհետև սենց Իրանը ասում են խփեց, չգիտեմ ինչ արեց, հա լավ խփեց, մի տեղ խփեց, երկու տեղ խփեց, բայց չորս կողմից իրա վրա են գալիս հրթիռները։ Մի բան լսեցի, ժողովուրդ, չգիտեմ ում էր վերաբերում, ինչ-որ գեներալ է, Իսրայելից եկել, որ իբր Հայաստանում, իհարկե շքան գիտեմ, այս նոր ձևով նա բերել ինչ,
նավթայի հավեր, փաստորեն Իսրայելի PV-ն չկարողացավ խփել Իրանի ռակետը։ Այդ Հայաստանում ինչ պիտի անի, որ դուք պատերազմ հրահրեք ու հրթիռը ձեր գլխին չանգանի, հա։ Նախ արեք նենց, որ պատերազմ չլինի, երկրորդն էլ ոչ մի PV-ով 100% չի կարա երաշխավորի, որ կխփի այդ ռակետը, կամ կխփի, կամ չի ստացվի։ Այդ է պատերազմի օրենքը։ Իսկ ուշադիր, հիմա ես ես մի բան կասեմ, ժողովուրդ, բոլորդ հիշեք, այ հատկապես, որ մտնում եք ընտրատեղամաս, հիշեք, Ամերիկան գնալով հզորանում է, Ռուսաստանը գնալով հանգում է, սատկում է։ Եթե դուք ձեր ձայնը տալիս եք ռուսամետ ուժերի, ուրեմն համաձայն եք սատկել նրանց հետ։ Իսկ երբ որ տալիս եք այս կառավարությանը ու արևմտամետ ուժերին, ուրեմն համաձայն եք ապրել ու հզորանալ։ Այդ տենց է, ժողովուրդ ջան։ Ու մի բան էլ ասեմ մեր այդ ոչ ընդդիմադիր մնացած ուժերին ու վերջացնեմ այսօր, ժողովուրդ ջան, համախմբվեք։ Տեսնում եք նրանք ոնց են համախմբվել, չնայած համախմբված էլ գրոշ չարժեն, բայց ամեն դեպքում համախմբվեք, հանդես եկեք մի ընդհանուր ճակատով, բետոնե պատկազմեք, որ սրանք չկարողանան ավիրել, քանդել այն ինչ որ այդ դժվարությամբ զոհերի գնով մենք մեր կառավարությունը դրեց, հաստատեց ու ստեղծեց։ Ժողովուրդ ջան, թույլ մի տվեք, որ ավիրեն, բետոնե պատ կազմեք, որ այսինչ գան, սենց կպնեն ու փշրվեն ու վերանան ու մաքրվեն։ Մաքրվի Հայաստանը դրանցից։ Դրանք չպիտի մտնեն խորհրդարան, ժողովուրդ, լավ հիշեք, չպիտի մտնեն, ոչ մեկը, եթե Սամվել Կարապետյանի ուժը մտավ խորհրդարան, իմացեք, ռուսական FSB-ն մեր ազգային ժողովում նստած է։ Այն Թուրքի խոխայից մարդ մտավ, էլի նույնը Ռուսաստանը ներկայա։ Գագիկ Ծառուկյանը, Աստված չանի, Ռուսաստանը հերիք չի, մի հատ էլ Բելառուսյանա ընդեղ երկուսը։ Լավ մտածեք։ Հա, Բելառուսիա ասեցի, հիշեցի դրանց Էրիկ Սալավյովի հաղորդման ժամանակ շատ անհանգստացած էին Բելառուսիայի համար։ Բելառուսիայի ներկայացուցիչը իհարկե սվաղեց սրանց անհանգստություն, մի անհանգստացեք, մենք ռուսի հետ ախպեր ենք, բայց Լուկաշենկո, Yavash, էդի տատս էր միշտ ասում, դե որ իրանք բանից էին փաստորեն, Կարսից էին, թուրքերեն բառը շատ էին օգտագործում իրանց խոսքի մեջ, ասում էր Yavash, այսինքն կամաց, Լուկաշենկոն Yavash գնում է դեպի Ամերիկա, ու սրանք շատ հուզված ու անհանգստացած են դրա համար։ Հա,
Բելարուսի ասեցի, հիշեցի, ախր գիտեմ, մի բան բաց եմ թողել։ Վիտյոկին չան հրադարձա։ Վիտյա, Վիտալի Բալասանյանին նկատի ունեմ։ Վիտյոկ, այդ որ ասում ես, միութենական երկիր, Վիտյոկ ցույց կտաս քարտեզի վրա այդ երկրի տեղը, մենք էլ իմանանք։ Այդ որ փեշերդ քշտած վազում ես, ասում ես, հավարդ, վազենք, մտնենք, թե չէ, ուշ կլինի։ Այդ որն է այդ երկիրը։ Եթե Բելարուսյան ու Ռուսաստանի նկատի ունես միութենական երկիր, Բելարուսյան գնում է դեպի Ամերիկա, Վիտյոկ, Վիտյա, խելքդ գլուխը թավաքի, ինչ ասեն, այդ կեղտոտ բերանովդ կարտանում ես, այդ տագետ, այդ թարիք։ Այդ միութենական երկիրը, միութենական երկրների միություն կա, գիտենք, բայց միություններ ավելի ճիշտ, բայց միութենական երկիրը, ես քարտեզի վրա մանեկա չկտա, Վիտյա, Վիտյոկ, եթե ունես տենց քարտեզ, հրապարակի, մենք էլ տենանք, եղավ, թրքոտան ասում, լավ ժողովուրդ ջան, ուզում ես կորեկտ, ուզում ես չհայոյես սրանց, բայց հասցնում են, որ դու չլնես, դու քեզնից դուրս գաս, հուսով եմ, որ վարչապետի ասածը իրականություն կդառնա, հունիսի 8-ին մենք կարողանանք լրիվ ուրիշ Հայաստանում, ես իհարկե Ավստրիայում եմ, բայց ես հոգով Հայաստանի հետ եմ, կապ չունի, որ Ավստրիայում եմ ապրում, ժողովուրդ ջան, եթե նման բան լինի, ես ես խոսք եմ տալիս, կգամ Հայաստան, կապաշխարեմ Հայաստանի բոլոր վանքերում, ես իմ լեքսիկոնի համար, ես իմ հայրենների համար խոսք եմ տալի ժողովուրդ, ներողություն կխնդրեմ տիեզերքից ու կապաշխարեմ, բայց մինչև այդ, լավ ժողովուրդ ջան, ձեզ բոլորին առողջություն, լավ օրեր, Հայաստան աշխարհին խաղաղություն, լույս երկնային, լույս մեր զոհված տղաների, գերեզմաններին, համբերություն ապաքինում բոլոր նրանց, ովքեր տուժել են պատերազմից, վիրավոր են եղել, նրանց էլ համբերություն, մեր կառավարության գործերին հաջողություն, ժողովուրդ ջան, ամենակարևորը խաղաղություն, խաղաղ երկինք Հայաստան աշխարհի, մենք եղել ենք, կանք ու կլինենք, այսքանը, բարին եմ ձեզ, կհանդիպենք։